Երբ որ հավատացյալ աստվածապաշտ մարդիկ ասում են վերջին օրերում ենք ապրում և Տեր Հիսուս Քրիստոսի գալը շատ մոտ է, իրականում նայելով աշխարհի իրադարձություններին և իմանալով Սուրբ Գիրքը, Սուրբ գրվածքները, իրոք հասկանում ես, որ շատ մոտ է մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը, բայց այսպիսի մի բան էլ կա. ցանկացած մարդ, ով էլ որ հենց այդ պահին լսում է Աստծո խոսքը և ընդունում է իր սրտում և իր սրտից Աստծո խոսքը սկսում է պտուղ տալ նրա կյանքի մեջ, այսինքն այդ մարդը սկսում է փոխվել դեպի հավիտենական լույսի արքայություն: Ինչ է նշանակում դա: Աստված մեր համաձայնության միջոցով սկսում է փոխել մեր ներսի մարդուն, մեր մարդկային էությունը, ադամական էությունից սկսում է վերափոխվել դեպի Քրիստոսի էություն: Եվ մարդը այդ ձևով պատրաստվում է երկնային հավիտենական լույսի արքայություն մտնելուն: Եվ ասեմ ձեզ, սկսած այդ պահից, որ մարդը ընդունել է Տեր Հիսուս Քրիստոսին իր սրտում, հենց այդ պահից նրա համար վերջին ժամանակներն են: Այսինքն ցանկացած պահի Աստված կարող է նրան վերցնել այս երկրավոր կյանքից: Առհասարակ այսպիսի մի բան կա. ոչ մի մարդ ինքը չի կարող որոշել երբ գնա Տիրոջ մոտ, ինչքան էլ որ ծանր իրավիճակներ լինեն և հավատացյալ աստվածապաշտ մարդիկ պատահում են դեպքեր, որ խնդրում են, թե Տեր, խնդրում եմ ինձ վերցրու, որ ես այս դժվարությունների միջով չանցնեմ, ես չեմ դիմանում և այսպիսի բաներ: Աստված ինքն է որոշում, թե յուրաքանչյուր մարդ երբ է պատրաստ իր արքայությունը մտնելուն: Եվ այսպիսով ինչ է ստացվում: Իմացեք, որ ամեն վայրկյան մեզ համար վերջին օրն է, վերջին ժամերն են, վերջին ժամանակներն են, որովհետև մենք չգիտենք, թե մեր Տերը երբ մեզ կվերցնի այս երկրավոր կյանքից: Ապաշխարենք և աստվածավայել կյանք ապրենք: